Ընդգրկվեց, անցնենք վերջին հարցին, ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, ուզում եք տեղափոխվեք թե այդտեղից, ոնց եք ուզում։ Շատ լավ։ Պարոն Ղազարյան, շնորհակալություն, մենք հանդիպենք միգրացիան կանխելու շեմին, ստեսուն ձեզ։ Ապօրինի միգրացիա։ Պարոն Մկրտչյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ։ Հանձնաժողովի քննարկման եմ ներկայացնում ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի ընդունումը պայմանավորված է առաջին հերթին ինչպես իրավակիրառ պրակտիկայում առաջացած հարցերը կանոնակարգելու, օրենքներում արկա որոշ դրույթներ գործող օրենսդրության համապատասխանեցնելու պահանջով, այնպես էլ 26 թվականի հունվարի 1-ից արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում օրենքով ամրագրված փոփոխությունների կիրարկման անհրաժեշտությամբ։ Նախագծերով հատկապես առաջարկվում է հետևյալ փոփոխությունները։ Առաջին 26 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվելու ազգային անվտանգության ծառայության հետախուզական ստորաբաժանմանը եւ հետախուզական գործունեությանը վերաբերող իրավակարգավորումները։ Օրենքում առավել հստակ է ամրագրվելու ազգային անվտանգության Օրենքում առավել հստակ է ամրագրվելու ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող արտաքին հակահետախուզական լիազորությունները։ Նախագծերի ընդունման արդյունքում վարչապետի կողմից կսահմանվի նաև հետախուզական եւ հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը։ Հաջորդը ազգային անվտանգության մարմինների կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը առավել հստակ կանոնակարգվի։ Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կհամապատասխանեցվեն հանրային ծառայության մասին օրենքի դրույթներին, ինչպես նաև կբացառվեն անհարկի կրկնությունները։ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային համալրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ պահանջվող պաշտոններում ծառայության ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիքի անձանց համար, բացի այդ որոշակիորեն կպարզեցվի սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայություն անցնելու ընթացակարգը։ Օրենքով կնախատեսվի նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողին քրեական հետապնդման ենթարկվելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ողջ ժամանակահատվածում պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով ամսական հատուցում վճարելու պահանջ։ Բացի այդ կսահմանվեն առավել որոշակի կարգավորումներ ազգային անվտանգության մարմինների ծառայողին առողջական վիճակով պայմանավորված ծառայությունից արձակելու դեպքերում եւ հաջորդ կետը ուրեմն զինված ուժերից, ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, փրկարար ծառայությունից եւ պետական պահպանության ծառայությունից ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված, ինչպես նաև այդ մարմիններում նախկինում ծառայած եւ հետագայում ազգային անվտանգության մարմիններ ծառայություն ընդունված ծառայողներին հերթական կոչումը շնորհվելիս այդ մարմիններում տվյալ կոչումով նախկին ծառայության ժամանակահատվածը հաշվի կառնվի նաև ազգային անվտանգության ծառայությունում հերթական կոչում շնորհելու ընթացքում։ Կհստակեցվեն նաև ծառայության լիազորությունները պետական մարմինների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացումների եւ հյուպատոսական հիմնարկների թղթակցություն առաքումների կազմակերպելիս։
Օրինագծերով առաջարկվող մյուս փոփոխություններն ու լրացումները առավելապես խմբագրական բնույթ են կրում եւ նպատակ ունեն հստակեցնելու ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կանոնակարգող նորմերը։ Նշեմ նաեւ, որ նախագծերը հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոյեմբերի 6-ի նիստում եւ հաշվի առնելով հրատապությունը համարվել են անհետաձգելի։ Հանձնաժողովին խնդրում եմ նախաձեռնության վերաբերյալ ներկայացնել դրական եզրակացություն այն ազգային ժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցեր հիմնական զեկուցողին Քրիստինե Պողոսյան խնդրեմ, Աննա Գրիգորյան հաջորդ։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, ներողություն Մկրտչյան, միամսս գիտեմ, ներողություն եմ խնդրում, պարոն Մկրտչյան, եթե խնդրեմ մի փոքր ավելի կբացեք այդ կետը, որ վերաբերվում էր քրեական գործերի վարույթում գտնվող ծառայողների աշխատավարձի վճարման, ինչի մասին էր դա, շնորհակալություն։ Ուրեմն ներկայացված առաջարկության հիմքում ընկած է այն, որ Սահմանադրական դատարանի 23 թվականի 1704 որոշմամբ հակասահմանադրական էին ճանաչվել միայն այն կարգավորումները, որով քրեական հետապնդման ենթարկվելու դեպքում կադրերի տակ տրամադրության թողնված ծառայողներին նախատեսված չէր վարձատրության հնարավորություն։ Նշվածից ելնելով ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու այս հիմքը նախատեսելուն զուգահեռ սահմանվում է, որ այս հիմքով կադրերի տրամադրության տակ ովքեր որ կլինեն, բայց առայժմ չի լինի վճիռ դրանց մասով, իրանք իրանց դրույքաչափի 50%-ի չափով կշարունակվեն վճարվել, մինչև լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Խոսքը դրա մասին է։ Իսկ եթե դատարանի օրինական վճիռը լինում է եւ մեղադրվում է, այսինքն ապացուցվում է մեղավորությունը, այդ գումարը գանձվում է, չի գանձվում, այսինքն համարվում է դա աշխատում։ Այդ գումարը ինքը քանի դեռ իր մեղքը ապացուցված չէ, ինքը շարունակում է ստանալ այդ գումարը։ Ապացուցվելուց հետո, իհարկե, ապացուցվելուց հետո ինքը կդադարի դա ստանալ։ Աննա Գրիգորյան։ Չէ, սա ելույթներով կարանք բարձաբանումներ ստանանք իհարկե, այստեղ խնդիրներ կան, որ եթե հետագայում գտնենք այդ լուծումները, որպեսզի մարդը չտուժի, դա օրինակ բերեց Տիկին Գրիգորյանը։ Ու մեծ հաշվով կոնկրետ սահմանապահ ծառայության ղեկավարի մասով ինքը մոտ 8-9 ամիս քննություն է անցել, հետո պարզվել է ոչ մի բանում մեղավոր չի, ամիսներ շարունակ այդ վիճակում ա եղել, ոնց հասկանում եմ, աշխատավարձել չի ստացել։ Չի ստացել օրենքի վերումով։ Հետո չի փոխհատուցվում, մարդ ուղղակի այլ պաշտոնի է հետագայում նշել։ Լավ օրինակ է իհարկե, խնդրեմ։ Տեսեք, արտաքին հետախուզական ծառայության ձևավորումից հետո ակնհայտ փոփոխություններ կան եւ ես ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը։ Մենք փակ նիստերում իհարկե հատկապես Քրիստինե Գրիգորյանի հետ այս հարցերը քննարկում ենք, բայց իմ ընդհանուր ընկալումը իրավիճակի մասով այն է, որ այն աշխատակիցները ազգային անվտանգության ծառայության, որոնք երկարամյա փորձ ունեն, համապատասխան գիտելիքներ ունեն եւ այլն, իրենք այնպես չի, որ ավտոմատ փոխանցվում են արտաքին հետախուզական ծառայություն եւ ինչպես ես եմ հասկանում, նրանց մեծ մասը ուղղակի աշխատանքից դուրս է գալու, որովհետեւ ինչու ոչ, եթե ավտոմատ չի փոխանցվում, փաստացի այն բազան կադրային, որ մեր պետությունը տարիներ շարունակ ձևավորել է, ինքը ստացվել է, որ չի ծառայելու պետությանը, քանի որ այլևս արտաքին հետախուզական առանձին ծառայություն գոյություն ունի, եւ ուզում եմ հասկանալ, թե նաեւ այլ երկրներում մեր դիվանագիտական կորպուսներում այդ աշխատանքը արդեն ձեր կողմից է իրականացվելու, թե արտաքին հետախուզական ծառայության կողմից է իրականացվելու, այնտեղ մի բառակապակցություն լսեցի անհարկի կրկնություններ։ Ես ուզում եմ հասկանալ անհարկի կրկնություններն ինչի մասին են, որոնք հիմա պետք է փորձեք բացառել։ Շատ լավ։ Առաջի կպատասխանեմ կադրային հարցին, ուրեմն մեր մոտից իհարկե որոշ պատրաստված կադրեր տեղափոխվել են նաև նոր ձևավորված արտաքին հետախուզության ծառայություն, բայց
Հետախուզական գործառույթը, որը ըստ էության 26 թվականի հունվարի 1-ից մեր մոտ էլ չի լինելու, դա չի նշանակում, որ այդ ստորաբաժանումը, որը որ եղել է, դադարելու է իր գործունեությունից, բայց այլ գործառույթներ ունենալով։ Չէ՞ որ այդտեղ համալրված են եղել, այդ ստորաբաժանում համալրված են եղել ոչ միայն նեղ մասնագիտական հետախուզական գիտելիքներ, հետախուզական գործունեություն իրականացնելու համար գիտելիքներ ստացած, այլ ընդհանրապես օպերատիվ աշխատանքով տարբեր ոլորտային ազգային անվտանգության վերաբերելի հետախուզական ներողություն, օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվող աշխատակիցներ, իրանք իրենց ուրեմն կշարունակեն իրենք աշխատել ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ այլ ստորաբաժանումներում։ Այսինքն իրենց ոչ մեկ չի պատրաստվում ազատել եւ իրենք չեն էլ ուզում ազատվել եւ իրենցից ճնշող մեծամասնությունը մեծ ցանկություն ունեն շարունակել ծառայությունը ազգային անվտանգության ծառայությունը։ Երկրորդ հարցը այլ երկրներում մենք նախատեսել ենք, որ այս փոփոխություններով ոնց որ եւ արտաքին հետախուզական ծառայությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը մի շարք երկրներում ունենալու է պաշտոնական ներկայացուցիչների ինստիտուտ, որոնք որ համագործակցելու են տեղակայման երկրներում իրավապահ եւ հատուկ ծառայությունների հետ պաշտոնապես ներկայացված են լինելու այդտեղ եւ դիվանագիտական ներկայացություններում են բնաբար իրենց գործառույթները իրականացնելու եւ իրականացնելու են հենց այդ արտաքին հակահետախուզական տրամաբանությամբ սերտ համագործակցելով նաեւ արտաքին հետախուզության ծառայության հետ, բայց կատարելով ազգային անվտանգության ծառայությանը վերապահված լիազորությունները։